Երբևէ մտածել եք, թե ինչպես են ստեղծվել քաղաքները եւ ինչու են դրանք իրար նման եւ միաժամանակորեն իրարից այդքան տարբեր։ Իրականում շատերը կարող են մտածել, որ գիտեն, թե ինչ է քաղաքը, քանի որ ապրում են քաղաքում այստեղ եւ հիմա։ Բայց այն տարածությունը, որտեղ մենք այժմ ապրում ենք, իրականում շատ ավելի հին զարգացման պատմություն ունի եւ այն տարածքը, որտեղ մենք այժմ գտնվում ենք, որը կոչում ենք քաղաք, արդյունքն է հնում տեղի ունեցած մի շարք իրադարձությունների։ Ինչպես են ստեղծվել քաղաքները, ինչ տեսք են ունեցել դրանք նախկինում եւ ինչու են մարդիկ որոշել, որ պետք է ապրեն քաղաքներում։ Եթե մենք դիտարկենք ներկայիս քաղաքները, իրականում այժմ նոր քաղաք կառուցելու համար այդքան էլ շատ աշխարհ քաղաքական պլանավորում իրականացնելու կարիք չկա այն իմաստով, որ կառավարությունները կարող են ցանկացած վայրում ստեղծել քաղաք, եթե դրա ռեսուրսները իրականում կան։ Բայց դա այդպես չէր նախկին ժամանակաշրջաններում եւ հին ժամանակներում քաղաք կառուցելու համար պետք էին շատ հստակ աշխարհագրական եւ քաղաքական նախապայմաններ։ Առաջին նախապայմաններից մեկը, ինչքան էլ կարող է մեզ բոլորիս զարմանալի թվալ, դա գյուղատնտեսության զարգացումն էր։ Մենք շատ ժամանակ քաղաքները եւ գյուղերը իրարից իրականում տարբերում ենք որպես հակադիր տարածություններ ու տարբերությունը հենց տալիս են գյուղատնտեսության առկայությամբ կամ բացակայությամբ։ Իհարկե կան մի շարք այլ գործոններ, բայց սա այն հիմնականն է, որը բաժանում է ըստ մեզ քաղաքներն ու գյուղերը։ Բայց անցյալում հենց գյուղատնտեսության զարգացումը քաղաքների ստեղծման առաջին նախապայմաններից է եղել։ Մարդկային պատմության առաջին քաղաքները հայտնվեցին այն վայրերում, որտեղ բնությունը լավ նախապայմաններ էր տալիս գյուղատնտեսության զարգացման համար, եւ եթե մենք շատ ուշադիր դիտարկենք, ապա կտեսնենք աշխարհի շատ տարբեր եւ հին քաղաքներում առնվազն մեկ աշխարհագրական ընդհանրություն։ Դա այն է, որ այս քաղաքները ստեղծվել են գետերի ափերին, գետերի շուրջը, օրինակ Երևանը, Փարիզը, Լոնդոնը, Կահիրեն, ինչքան էլ իրարից տարբեր քաղաքներ են, բայց դրանք բոլորը գետերի շուրջն են ստեղծվել եւ դա նրանց աշխարհագրական տեսանկյունից առնվազն միավորում է։ Հասկանալի է, որ ջուրը շատ ստրատեգիկ նշանակություն ունի եւ այն կարեւոր էր ոչ միայն գյուղատնտեսության վարման, ոռոգման եւ բույսերը ջրելու համար, այլ նաեւ կարեւոր էր բարեկեցիկ կյանքի եւ ինչու՞ չէ նաեւ մարդկանց հիգիենայի ապահովման համար։ Եվ այս բարենպաստ պայմանները կարելի ասել ստիպեցին, որ մարդիկ ովքեր քոչվոր կյանքով էին զբաղվում, նստակյաց կյանք ունենան եւ հիմնվեն մեկ տարածությունում։ Սա առաջին քայլն էր քաղաքների զարգացման։ Ժամանակի ընթացքում, երբ որ գյուղատնտեսությունը զարգացավ եւ արդեն ջուրը հնարավոր էր լինում կառավարել եւ օգտագործել, մարդիկ սկսեցին ավելի լայն գյուղատնտեսությամբ զբաղվել եւ մասնավորապես հացահատիկ սկսեցին արտադրել եւ անասնաբուծությամբ զբաղվել։ Մերթ ընդ մերթ գյուղատնտեսությունը աճեց, դրա ծավալները մեծացան եւ սկսեց գյուղատնտեսական արտադրանքի ավելցուկ կուտակվել։ Սա բնականաբար սպառվում էր եւ հանգեցնում էր բնակչության աճի։ Բացի սպառելուց, գյուղատնտեսական արտադրանքի ավելցուկը պետք էր նաև պահպանել եւ վերաբաշխել։ Դրա արդյունքում ստեղծվեցին նոր մասնագիտություններ, օրինակ բնական ռեսուրսների կառավարումը, որպեսզի ավելի արդյունավետ դարձներ կյանքը։ Գյուղերը մեծացան, ընդլայնվեցին եւ դարձան ավաններ։ Ավաներում գյուղատնտեսության պահանջարկը ել ավելի շատացավ եւ գյուղատնտեսների եւ շինարարների կարիքը նույնպես առաջացավ։ Ուստի կողքի քաղաքներից կամ կողքի գյուղերից ավաններից մարդիկ սկսեցին գալ տվյալ ավելի մեծ ավանը, որպեսզի այնտեղ աշխատեն եւ միաժամանակ բնակվեն այնտեղ։ Սակայն պետք է նշել, որ աշխարհագրական լավ պայմանները հենց գյուղատնտեսական տեսանկյունից միակ նախապայմանները չեն, որոնք հանգեցրել են հաջող քաղաքների ստեղծմանը կամ մեծ քաղաքների ստեղծմանը, կար մեկ այլ նույնպես շատ կարևոր մի նախապայման, դա առևտուրն էր։ Ընդ որում շատ կարևոր է, որ այստեղ խոսքը գնում է ոչ թե տեղի առևտրի մասին, այլ առևտուր տարբեր տարածաշրջանների եւ տարբեր քաղաքակրթությունների միջև։ Ինչու է սա կարևոր։ Տարբեր քաղաքակրթությունների միջև առևտուրը հանգեցնում էր ոչ միայն ապրանքաշրջանառությանը, այլ նաև մշակույթների զարգացմանը, մշակույթների ընդլայնմանը եւ գիտելիքի, փորձառության փոխանակմանը։
Եթե մենք վերհիշենք, ապա բոլոր մշակույթով հարուստ քաղաքները, 5 քաղաքների մասին է խոսքը, գտնվում էին մեզ բոլորիս շատ հայտնի Մետաքսի ճանապարհի տարածաշրջանում, այն հատվածում, որ անցնում էր Մետաքսի ճանապարհը։ Մետաքսի ճանապարհը ոչ միայն արևելքը եւ արևմուտքն էր միացնում իրար եւ ոչ միայն առևտրի համար կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջան էր եւ ճանապարհ էր, այլ նաև վերամիավորում էր մի շարք գաղափարներ, միավորում էր մշակույթներ եւ հանգեցնում էր տնտեսական զարգացման։ Առևտրի միջոցով մարդիկ սկսեցին սովորել, թե ինչպես շփվել օտարների հետ, քանի որ սկսեցին այլ մարդիկ գալ իրենց տարածություն, եւ սովորեցին հաղորդակցություն։ Այսպիսի առևտրային ճանապարհների խաչմերուկներում ստեղծվում էին մի շարք քարավանատներ, որտեղ վաճառականները գիշերում էին, տարբեր ապրանքներ էին փոխանակում եւ վաճառում։ Եվ այս ճանապարհների արդյունքում քաղաքները դառնում էին մեծ շուկաներ, որտեղ հնարավոր էր գտնել աշխարհի տարբեր կետերից լավագույն ապրանքները, թե արևելքից, թե արևմուտքից, միջագետքից եւ այլն։ Առևտրի զարգացումը եւ մշակույթների տարածումը հանգեցրին նաև նոր մասնագիտությունների ստեղծմանը։ Քանի որ տեղի էր ունենում տարբեր ապրանքների փոխանակում, նաև սկսեցին ձևավորվել այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք էին առևտրականությունը, վաճառականությունը, արվեստների տիրապետող մարդիկ, օրինակ նկարիչներ, երաժիշտներ, ատաղծագործներ։ Այսպես ասած, հասարակությունը դիվերսիֆիկացվեց, այսինքն բազմազանացավ եւ ընդլայնվեց այն շրջանակը աշխատանքի, որը նրանք անում էին։ Ինչը այդպես չէր իրականում գյուղերում։ Գյուղերում բնակչությունը իրականում ավելի շատ իրականացնում էր հողի հետ կապված աշխատանք եւ արտադրում էր մթերքներ։ Այստեղ խմբերը ավելի փակ էին եւ ապրանքափոխանակությունը օտարների հետ շատ ավելի դժվար կարող էր լինել, ուստի զարգացումը նույնպես գյուղերում ավելի դժվար էր։ Ահա եւ մենք խոսեցինք քաղաքների զարգացման մյուս նախապայմանների մասին, առևտրի մասին, որը ուղղակիորեն հանգեցրեց նաեւ մասնագիտությունների զարգացմանը եւ ինչու՞ չէ նաեւ կառավարմանը, եւ իհարկե չմոռանանք անընդհատ բնակչության աճը, որը պայմանավորվում էր արդեն ոչ միայն բնական պայմանների լավացմամբ, այլ նաեւ վաճառականների եւ ճանապարհորդների վերաբնակեցմամբ նոր քաղաքներում։ Իրականում, եթե փորձենք հասկանալ, թե որոնք են եղել ամենահին քաղաքները, դրանք ստեղծվել են մոտ մեր թվարկությունից առաջ 3500 թվականին Միջագետքում, առաջին քաղաքները եղել են Ուրը եւ Ուրուկը, դա ներկայիս Իրաքի տարածաշրջանն է։ Նաեւ մեզ հասել են արձանագրություններ ներկայիս Պակիստանի եւ Հնդկաստանի հյուսիսարևմտյան տարածքի մի շարք քաղաքների մասին եւ իհարկե չենք կարող չնշել հին Եգիպտոսի քաղաքները, մեր թվարկությունից առաջ 2600 թվականին Մեմֆիս քաղաքի մասին չենք կարող չնշել, որը նույնպես համարվում էր այդ ժամանակաշրջանի կրոնական եւ մշակութային ամենակարկառուն եւ ամենամեծ զարգացած քաղաքներից մեկը։ Արդեն պարզ է դառնում, որ քաղաքները, երբ որ ձևավորվեցին, իրենք դարձան նաև կրթական եւ կրոնական էպիկենտրոններ։ Այստեղ են գտնվում տվյալ երկրի ամենամեծ պալատները, կրոնական հաստատությունները, թատրոնները, այստեղ էին տեղի ունենում հիմնական գլխավոր իրադարձությունները։ Այլ կերպ ասած, կյանքը այստեղ եռում էր եւ դա այլ տարածություններից ցկում էր մարդկանց դեպի քաղաք, ինչը կրկին հանգեցնում է նրան, որ քաղաքները անընդհատականորեն մեծանային եւ մեծանային, որովհետեւ սրանք ամենահետաքրքիր տարածություններն էին այդ ժամանակաշրջանի, որտեղ ոչ միայն դու կարող էիր ինչ-որ իրադարձությունների էպիկենտրոնում գտնվել, այլ նաև գտնել մի շարք ապրանքներ, որոնք արդեն հասկացանք, որ գյուղերում չկային։ Հասկանալի է, որ բնակչության աճը եւ քաղաքների ձևավորման այս նախապայմանները ինչքան էլ տալիս էին մի շարք հնարավորություններ, բերում էին նաև մի շարք ռիսկեր։ Պարզ է, երբ որ մեկ տարածքում կուտակվում են շատ մարդիկ, ովքեր արդեն իրար չեն ճանաչում, տարբեր տեղերից են գալիս եւ ունեն տարբեր արժեքներ, տարբեր մշակույթների տեր մարդիկ են, այստեղ հարց է առաջանում, որ տվյալ մարդկանց պետք է կառավարել, որովհետեւ եթե նրանց չկառավարես, ապա շատ արագ հանցագործությունը տարածում կգտնի քաղաքում։
Ուստի մարդկանց կառավարելու համար ստեղծվեցին մի շարք կանոններ, որոնք ներկայիս օրենքների նախատիպը դառան։ Իրականում քաղաքներում բնակվող արքաները շատ լավ գիտակցում էին, որ տվյալ տարածքում անընդհատ կուտակվող մարդկանց, եթե իրենք չկառավարեն եւ ցույց չտան իրենց իշխանությունը, հետագայում դա իրենց համար մեծ ռիսկ կլինի եւ ստեղծվեցին օրենքները։ Օրենքներին չհետևելը հանգեցնում էր մի շարք պատիժների, իսկ պատիժները այդ ժամանակաշրջանում շատ դաժան էին եւ անմարդկային։ Դրա համար մարդիկ դրանցից վախենում էին եւ հետևում էին օրենքներին։ Բայց ամեն դեպքում, որpիսի օրենքներին հետևեն, ստեղծվեց նաեւ զորքը։ Զորքը ուներ երկու ֆունկցիա, իրականացնում էր անվտանգության ապահովումը ներքին եւ արտաքին տեսանկյունից։ Ներքին տեսանկյունից զորքը վերահսկում էր, որպեսզի բոլորը հետևեին օրենքներին, որսում էր ավազակներին եւ հանցագործներին, իսկ արտաքին տեսանկյունից զորքը պաշտպանում էր թշնամիներից։ Եվ հասկանալի է, որ եթե կա զորք, ապա չեն կարող չխոսել տարբեր բռնազավթման գործընթացների մասին, քանի որ փոքր գյուղերը, քաղաքները միշտ պարտվում էին ավելի մեծ քաղաքներին, ովքեր ունեին ավելի շատ զորքեր եւ զորքը ավելի ուժեղ էր, եւ այսպես քաղաքները ընդլայնվում էին։ Ահա այս տրամաբանությամբ զարգացան քաղաքները եւ իրենց հետ բերեցին քաղաքակրթությունների ստեղծումը, ինչպես նաեւ մի շարք կայսրությունների ստեղծումը, օրինակ հռոմեական եւ հունական կայսրությունները, որոնք ոչ միայն տարածվում էին տարածական տեսանկյունից, այլ նաեւ կիսում էին իրենց մշակույթը այն տարածությունների վրա, որոնք որ գրավում էին։ Եվ ներկայիս մի շարք ազգություններ, ժամանակակից մի շարք ազգություններ իրենց վրա կրում են այս կայսրությունների մշակութային ազդեցությունը։ Եվ իհարկե քաղաքների զարգացման արդյունքում եւ քաղաքակրթությունների ստեղծման հիմքում մենք չենք կարող չխոսել կրթության մասին, կրթության, գրի եւ գրականության ստեղծման մասին։ Իրականում քաղաքների զարգացման այս նախապայմանները հանգեցրեցին նրան, որ ստեղծվեն նաեւ գրերը, քանի որ հնարավոր չէր պահպանել օրենքներ կամ հաշվարկներ անել առևտրի ժամանակ, առանց դրանք ինչ-որ միտեղ արձանագրելու։ Գրերի ստեղծումը քաղաքակրթությունների ստեղծման անկյունակարային իրադարձություններից մեկն է, քանի որ գրերի ստեղծման միջոցով հնարավորություն եղավ գիտելիքը փոխանցել մեկ մարդուց մյուսը եւ ոչ միայն մեկ մարդուց մյուսը, այլ նաեւ ժամանակաշրջանից մեկ այլ ժամանակաշրջան եւ մեկ քաղաքակրթությունից այլ քաղաքակրթություն։ Հեռանալով քաղաքային կյանքի հնագույն հիմքերից այժմ անդրադառնանք ժամանակակից քաղաքներին, որոնք ձևավորվել են արդյունաբերական եւ տեխնոլոգիական առաջընթացի համատեքստում, փոխելով մեր պատկերացումները նրա մասին, թե ինչ է ընդհանրապես քաղաքը եւ մեր ապրելակերպը ընդհանուր։ Իրականում ժամանակակից քաղաքների զարգացման հիմքում ընկած են տարբեր սկզբունքներ եւ տարբեր գաղափարախոսություններ։ Դրանցից այսօր կխոսենք 4-ի վերաբերյալ, որոնք ամենախոշորն են։ Կանաչ ուրբանիզմի, մոդեռնիստական ուրբանիզմի, նոր կամ ծախական ուրբանիզմի եւ երրորդ կամ հիպստերական ուրբանիզմի մասին կխոսենք։ Կանաչ ուրբանիզմի գաղափարախոսությունը այս 4 գաղափարախոսություններից ամենահինն է եւ ստեղծվել է 20-րդ դարի սկզբին։ Կարկառուն ներկայացուցիչ այս գաղափարախոսության Հովարդն էր, ով նպատակ ուներ բալանսի բերել քաղաքային կյանքը եւ բնությունը։ Իրականում այս գաղափարությունը ստեղծվել է, որպեսզի նվազեցնի արդյունաբերական քաղաքների աղտոտվածությունը եւ գերբնակեցումը։ Հովարդի գաղափարն էր ստեղծել արևանման քաղաքներ, որոնցում փողոցները խաչվում էին ճառագայթաձև սկզբունքներով։ Արևանման քաղաքների կենտրոնում գտնվում էր հենց քաղաքը, որը քաղաքի միջուկն էր։ Այն շրջապատված էր կանաչ տարածքներով, որոնք խաչվում էին հենց այդ ճառագայթաձև փողոցներով։ Եթե ուշադրություն դարձնենք, ապա կնկատենք, որ Երևանը հենց այս տրամաբանությամբ է նախագծվել։ Թամանյանական նախագիծը ունի հենց այս ճառագայթաձև տրամաբանությունը, քանի որ Թամանյանը հենց Հովարդից է ոգեշնչվել Երևանը նախագծելիս։ 20-րդ դարում Հովարդի գաղափարները արդեն վերցրեց եւ զարգացրեց Բիթլին, ով կարևորում էր փոքր, բայց արդյունավետ եւ ինքնաբավ քաղաքների ստեղծումը։ Ըստ նրա 3 հիմնական կետ էր կարևոր կանաչ ուրբանիզմի գաղափարախոսությամբ ստեղծված քաղաքներում։ Առաջինը հանրային տրանսպորտի օգտագործումն էր, հետո ինքնավերարտադրվող էլեկտրաէներգիայի օգտագործումը, օրինակ արևային պանելների օգտագործումը եւ կանաչ գոտիների առկայությունն ու կենսաբազմազանությունը, օրինակ քաղաքային անտառների առկայությունը։ Այսպիսի գաղափարախոսությամբ կառուցված քաղաքների օրինակ է Գերմանիայի Ֆրիբուրգ քաղաքը։
Անցում կատարենք արդեն մյուս գաղափարախոսությանը, կանաչ ուրբանիզմին ժամանակային տեսանկյունից փոխարինելու է եկել մոդեռնիստական ուրբանիզմը, որը այսպես ասած պատասխանն է եղել արդյունաբերական հեղաշրջմանը։ Մոդեռնիստական ուրբանիզմի հիմնական կետերը այն էր, որ պետք էր ստեղծել քաղաք, որը կնպաստեր տնտեսական աճին, կլիներ արդյունավետ եւ կզարգացներ արդյունաբերությունը։ Մոդեռնիստական ուրբանիզմի գաղափարախոսությունը իր զարգացումը ապրել է 1920-30-ական թվականներին եւ այս գաղափարախոսության կարկառուն ներկայացուցիչներից է եղել շվեյցարացի ֆրանսիացի ճարտարապետ Լը Կորբուզիեն։ Այս գաղափարախոսության հիմնական նպատակը ավելի արդյունավետ օգտագործումն էր քաղաքների եւ իրականում այն պատասխան է եղել 19-րդ դարի անկարգ քաղաքների վերակարգավորմանը։ Մոդեռնիստական ուրբանիզմի համատեքստում քաղաքը դիտարկվում էր տնտեսության շարժիչ ուժ եւ դրա արդյունքում կարեւոր էր հողերի ավելի ռացիոնալ օգտագործումը եւ շարժի ապահովումը քաղաքի ներսում։ Քանի որ այս ժամանակաշրջանում շատ մեծ դեր էր տրվում տնտեսական աճին, քաղաքները հիմնականում ստեղծում էին նրա համար, որպեսզի արագացնեին մարդկանց կյանքի ռիթմը եւ մարդիկ այդ քաղաքներում ապրում էին ավելի շատ նրա համար, որպեսզի կարողանային գնալ աշխատանքի եւ վերադառնալ տուն։ Դա քաղաքների հիմնական նպատակն էր, որը ծառայեցվում էր ընդհանուր պետությանը։ Դրա համար այս գաղափարախոսությամբ ստեղծված քաղաքներին հատուկ էր տարածքների զոնավորումը, այսինքն առանձին այգիներ, առանձին բնակելի տարածքներ, առանձին աշխատավայրեր, առանձին ժամանցի տարածություններ, երկնաքերերի առկայությունը եւ լայն փողոցներն ու խաչմերուկները, որպեսզի խցանումներից հնարավորինս խուսափեին։ Իրականում մոդեռնիստական ուրբանիզմի գաղափարախոսությունը մեծ ազդեցություն է ունեցել հենց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծվող եւ ձևավորվող քաղաքների վրա եւ աշխարհի տարբեր հատվածներում մենք կարող ենք տեսնել նման քաղաքներ։ Այս գաղափարախոսությամբ կառուցված քաղաքների օրինակներ են, օրինակ Հունաստանի Չանդիգար քաղաքը, որը հենց Լե Կորբուզիեն է նախագծել, ինչպես նաև Բրազիլիա քաղաքը եւ Բերլինի մի շարք թաղամասեր։ Հաջորդ գաղափարախոսությունը նոր կամ ձախական ուրբանիզմն է, որը առաջացել է մոդեռնիստական ուրբանիզմի քննադատության արդյունքում։ Այս գաղափարախոսությունը իր ծաղկուն շրջանը ապրել է 1960-70-ական թվականներին։ Այս գաղափարախոսության կարկառուն ներկայացուցիչներից են եղել Ջեյն Ջեյքոբսը, Անրի Լեֆևրը եւ Դեյվիդ Հարվին։ Նրանց հիմնական նպատակն է եղել հավասարապես հասանելի եւ մարդակենտրոն քաղաքի ստեղծումը, որտեղ ամեն ինչ պետք է լիներ հավասար եւ պետք է կենտրոնացումը լիներ մարդու կյանքի որակի բարեկարգման վրա։ Արդեն հասկանալի է, որ մոդեռնիստական ուրբանիզմը եւ ձախական ուրբանիզմը կարելի ասել հավերժ գտնվել են իրար հետ բախումների եւ պայքարների մեջ, որովհետեւ ձախական ուրբանիզմի համար կարևոր էր համայնքների եւ մարդակենտրոն զարգացումը, իսկ մոդեռնիստական ուրբանիզմի համար կարևոր էր տնտեսական աճն ու զարգացումը եւ մոդեռնիստական ուրբանիզմի համար մարդը ընդհանրապես միջոց էր։ Ձախական ուրբանիզմը նպատակ ուներ հետ բերել այն յուրահատկությունները, որոնք ամբողջությամբ ոչնչացվել են մոդեռնիստական ուրբանիզմի գաղափարախոսության հիմքում եւ ձախական ուրբանիզմով կառուցված քաղաքներում մենք կտեսնենք մի շարք յուրահատկություններ։ Նախ եւ առաջ կնկատենք, որ այստեղ հարևանական տարածքները շատ ավելի բազմազան են եւ համայնքների յուրահատկությունը շատ ակնհայտորեն ընդգծվում է։ Յուրաքանչյուր շենք, յուրաքանչյուր փոքր թաղամաս առանձնահատուկ յուրահատուկ ձևով է ճարտարապետական լուծման տրված։ Այսպիսով, ձախական ուրբանիզմի համատեքստում քաղաքը դառնում էր մի տարածություն, որը միտված էր մարդկանց ապրելու, մարդկանց բարեկեցության, մարդկանց հարմարավետությանը, որտեղ լուծվում էին նաեւ մի շարք հասարակական հիմնախնդիրներ։ Ձախական ուրբանիզմի վառ օրինակներից է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան։ Երրորդ կամ հիստորիական ուրբանիզմը առաջացել է որպես այլընտրանք մոդեռնիստական եւ ձախական ուրբանիզմների։ Այն առաջացել է 20-րդ դարի վերջին, 21-րդ դարի սկզբին եւ համեմատաբար ավելի թարմ գաղափարախոսություն է, որով դեռ շատ քաղաքներ փոխակերպման են ենթարկվում։ Նախորդ երկու գաղափարախոսությունների բախման համատեքստում
երրորդ ուրբանիզմը նշում էր, որ իրականում քաղաքում կարևոր չէ տնտեսական աճը կամ մարդակենտրոնությունը, այլ կարևոր է այն, թե մարդիկ ինչպես են օգտագործում տարածքը եւ ինչպես են շփվում այդ տարածքի հետ։ Ինչպես ասել է ճարտարապետ Յան Գեյլը, կարևոր են ոչ թե տարածությունները եւ շինությունները, այլ այն, ինչ տեղի ունենում այդ տարածությունների մեջտեղում։ Այս գաղափարախոսությունը նկարագրում էր քաղաքը որպես մթնոլորտ, որտեղ մարդիկ ազատ են ինքնաարտահայտվել եւ ստեղծել մշակույթ եւ սոցիալական միջավայր։ Այս գաղափարախոսության վառ ներկայացուցիչներից են եղել Էմանուել Կաստելը, Ռիչարդ Ֆլորիդան, Յան Գեյլը եւ այլոք։ Իհարկե հարկ է նշել, որ Ջեյն Ջեյքոբսի եւ Դեյվիդ Հարվիի գաղափարները նույնպես շատ տեղերում հատվում են երրորդ ուրբանիզմի հետ եւ նույնպես կարող են ինչ-որ առումով համարվել այս գաղափարախոսության մի մաս։ Այսպիսով երրորդ ուրբանիզմի գաղափարախոսությամբ ստեղծված քաղաքներին հատուկ էր ներքևից վերև կառավարումը եւ զարգացումը, կրկին բազմազանությունը համայնքներում եւ համայնքների ճարտարապետության մեջ, հին արտադրական շենքերի ռեստավրացիան եւ այլ նպատակներով օգտագործումը, փոքր եւ միջին բիզնեսի, լոկալ բիզնեսի առկայությունը եւ մշակույթի զարգացումը։ Այս քաղաքներին հատուկ էր նաեւ հետիոտ ընտարածքների առկայությունը եւ այլընտրանքային տրանսպորտային միջոցների օգտագործումը, ինչպիսիք էին օրինակ հեծանիվները։ Նման գաղափարախոսությամբ կառուցված կամ վերակառուցված շատ քաղաքներ կան ներկայումս, օրինակ Մելբուրնը, Լիզբոնը, Ամստերդամը, Բերլինի մի շարք թաղամասեր եւ այլն։ Այսպիսով մենք տեսանք, որ քաղաքները քաղաքակրթության հիմքն են եւ ձևավորում են ոչ միայն մեր առօրյան, այլ նաեւ հասարակությունների զարգացման ուղին։ Դրանք իրականում ստեղծում են տարբեր նախապայմաններ եւ պայմանավորում են մեր մարտահրավերները, մեր հնարավորությունները եւ մեր կյանքի որակը։ Վերջիվերջո, քաղաքը միայն փողոցների եւ շինությունների կուտակում չէ, այն իր ստեղծողների եւ իր բնակիչների, արժեքների, սկզբունքների եւ ընտրությունների արտացոլումն է։